Արդեն ուղիղ եթերում ենք, հարգելի հայրենակիցներ, բարի ուշ գիշեր, բարի երեկո, հարգելի Սփյուռք, բարև ձեզ, հարգելի Արցախ, բարև ձեզ, բարի երեկո բոլորին, հարգելի հայրենակիցներ, մենք այսօր երեկոյան նորից որոշեցինք հանդիպենք ձեր հետ, կիսվենք մտահոգություններով, քանի որ Եվս մեկ անգամ ուզում ենք հիշեցնենք, որ երկիրը օրհասական վիճակի մեջ է և շատ լուրջ փոփոխություններ կարող են լինել ի վնաս մեզ։ Մի քիչ բարձր խոսեմ, որ ձենը ուժեղ լինի։ Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ տարածեք մեր այսօրվա եթերը, որպեսզի բոլորը տեսնեն։ Այսօրվա մեր երեկոյի հյուրն է Մանուել Մանուկյանը, քառօրյա ազատամարտիկների ՀԿ-ի հիմնադիր, այս վերջի 44-օրյա պատերազմի մասնակից։ Մանուել ջան, բարի երեկո։ Բարև ձեզ։ Մենք, այսպես ասած, պրոֆեսիոնալ չենք այս ոլորտում, մի քանի անգամ ինչ կազմակերպում ենք մեր հանդիպումները օնլայն եթերում և ուզում ենք այսօր մեր մտահոգությունների մասին խոսել և մեր հայ ազգին, մեր ժողովրդին ասենք, որ ժողովուրդ ջան, ինչ լինում է, բոլորիս ներկայությամբ է լինում, ինչին կարանք կանխենք, բոլորով կարող են կանխել։ Եթե մենք նստենք տներում, նստենք դիվանին, ասենք, չէ, լավ, ես մենակ գրելով կամ ես այսօր զբաղված եմ, այսօր ծնունդի եմ, վաղը հարսանիքի եմ, չէ, ովքեր հասկանում են, մեր այս 4 տարվա ասածը ընդունել են, հասկանում են, ովքեր գիտեն, որ երկիրը կանգնած է լուրջ խնդրին, կորցնում ենք Արցախ, Հայաստանի մարզերը կամաց օկուպացնում են թշնամին, այս կողմից չկա ոչ մի տեսակի խոչընդոտ, և մենք պետք է ազգովի կանգնենք ոտքի և մեր խնդիրը մենք լուծենք։ Եվ աշխարհին էլ ցույց տանք, որ մեր ժողովուրդը քնած չի, թմբիրի մեջից դուրս է եկել արդեն, այդ արևմտյան գործակալական ցանցի կողմից ստեղծած թմբիրը արդեն կամաց դուրս է եկել և մենք կարող ենք նորից կանգնել, նորից ոնց էին այն ժամանակ ասում 18 թվին, որ ոնց բերել ենք այտենց կհանենք կամ այտենց բաներ, մեր ժողովուրդը արդեն հասկանում է ինչից հետո է դուրս է գալիս, մանավանդ որ այսօր էլ հայտարարվեց, որ ամսի 5-ին ընդդիմությունը համախմբվել է, խորհրդարանական ընդդիմությունը, երկու ընդդիմություններն էլ, ֆրակցիաներն էլ կոչեր են անում, որպեսզի ժողովուրդ ջան, դուրս են գալիս, Արցախը վտանգված է և պետք է դուրս գանք, հարցերը լուծենք, մեր երկրի հարցերը ազգովի պետք է լուծենք։ Մանուել ջան, դու քո կողմից ասա։ Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ այս հանդիպումը, այս եթերը կազմակերպելու համար, իհարկե հնարավորինս բոլոր հարթակներով, բոլոր մարդկանց հետ, ովքեր իրապես հայ են, անկախ քաղաքական հայացքներից, անկախ չգիտեմ պայքարի մեթոդներից, հասկացեք և գիտակցեք սիրելի հայրենակիցներ, որ իրապես մեր երկիրը վտանգի տակ է։ Մենք օրեր առաջ հայտարարեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նոր աղետ է բերում։ Այդ հայտարարության ապացույցը և փաստը այսօր նաև ընդդիմության միասնական հայտարարությունն է։ Հասկացեք, այդ աղետը ձեր տուն է մտնում, ձեր երեխային է խլում ձեզանից, ձեր ընտանիքին է վնաս հասցնում։ Գիտեք, բոլորս էլ ուզում ենք հիմա գնանք կլուբներում ուրախանանք, հարսանիքներ անենք, չգիտեմ, երգենք պարենք, բայց մենք չենք ուզում այդ ուրախությունը մի ամիս տևի, մի քանի օր տևի, սիրելի հայրենակիցներ, մենք ուզում ենք մեր ազգը, մեր ժողովուրդը միշտ ուրախանա, միշտ կնունքներ, ծնունդներ, հարսանիքներ անի։ Մենք չենք ուզում դառնալ թուրքի ստրուկ։ Իսկ մեզ կա կոնկրետ մեկ ճանապարհ՝ պայքարել։ Գիտեք, ամեն մարդ կարող է ասել, որ ես ես ինչ մարդուն չեմ սիրում, ես ես ինչ մարդու դեմքը չեմ սիրում, ես ես ինչ մարդու խոսքը չեմ սիրում, ես ինչ մարդու ձայնը չեմ սիրում, հարգելի հայրենակիցներ։ Այո, կներես Մանուել ջան, ամսի 5-ի հավաքը որ կա,
Հիմա մարդիկ կան ասում են, վայ, գիտես, այս ինչ է իմ դուրը չի գալիս, կամ այս ինչ նախաձեռնությունից մարդ կա այնտեղ, ոչ, սա մի հոգու կազմակերպած չի, սա ազգովի, մենք որ այդքան քանի ամիս շարունակ ասում եք, վայ, բախի փողոց դուրս չեն գալի, բախի չեք կազմակերպում, բախի, դե հիմա ուրեմն կազմակերպում անդիմության կողմից առանց անձնավորելու, առանց ասելու վայ էսիա, վայնի, այնի բոյո, վայնի կոլոտա, չէ ժողովուրդ ջան, պետքա ազգովի առանց անձնավորելու մի նպատակի շուրջ, նույնն էլ այդ ճակերտավոր անդիմությանն ենք ասում են, որ արևմտյան խաղեր են խաղում, բայց իրանք մթոմ Նիկոլին դեմ են, եթե դուք իրականում գրպանային անդիմություն չեք, եթե իրականում դուք համարում եք, որ երկիրը խնդիր ունի, որ պետք է ազգովի լուծեն, դե դուք էլ դուրս եկեք, չեք ուզում գաք ազատության հրապարակ, դուք էլ գնացեք մասիվում արեք, կամ հանրապետության հրապարակում արեք, կամ մեկ այլ վայրում, չէ՞։ Իհարկե, պետք է, ես այսպես եմ ասում, միայն մի հավաքով, ասենք, հասկանում ենք, հավաքվում ենք, մի հատ հասկանանք ժողովուրդ ովքեր են հավաքվում, ով է իրոք մտահոգ, ով է ուզում պայքարի, ես էլի եմ կրկնում, որ պետք է հաջորդ օրվանից մարդ ոնց է դուրս գալիս գնում աշխատանքի ժամը 9-ից 10-ից մինչև երեկո աշխատում գնում տուն, այդպես պիտի պայքարեք հայրենիքի համար, պիտի փողոցներ փակեք, պիտի համալսարանները փակեք, պիտի կատվածահար անեն ամբողջ քաղաքը, հասկացեք, այն անտարբեր մարդը, որ ասում է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ հետաքրքիր չի, հարգելիս, ինձ էլ հետաքրքիր չի, դու զբաղվում ես, թե չես զբաղվում, ես չեմ պատրաստվում, վաղը իմ սուրբ հողը զոհաբերեմ քո անտարբերության պատճառով, ես չեմ պատրաստվում նորից ընկերներ կորցնեմ քո անտարբերության պատճառով, կամ առողջություն կորցնես, կամ ձեռու ուզես թե չուզես, քեզ դուր գա թե չգա, դու պիտի պայքարես, որովհետև կռվին ասում եք, ես չեմ ուզում կռվեմ, ցույցին ասում եք, չեմ ուզում ցույց անեմ, ինչ եք ուզում եք, այս այն տեսակին է վերաբերվում, որ իրան բորի տեղա դրել, ուզում եք միայն կայֆավատ լինեք, ուտեք, խմեք, ման գաք, այդ բոլորն են ուզում, բայց դա պետքա վաստակենք բոլորովս, պետքա գիտակցենք մենք, ինչ է մեզ գալու մի քանի ամիս հետո, ինչի առաջ են կանգնած, Արցախը ուրացան, ծախեցին, Սյունիքն են ծախում, Սյունիքը ծախեցին, Երևանն են ծախում, չէ որ թշնամին հայտարարում է, որ Երևանն էլ է իմը, այսինքն տալով, չոքելով, չեք կարա թուրքին հանգստացնեք ու կանգնեցնեք, ավելին ասեմ, թուրքը ավելի է գազազելու ու ավելի շատ է վերցնելու, հասկացեք։ Հետո այդ իրանց դուխավորվելու են, չէ՞, խաղաղություն մուրալով դու թուրքին չես ասում, Թուրքյան արի աղբերություն, թուրքը ավելի է դուխավորվում այդ դուխով։ Իհարկե, ով չի անում այդպես, եթե մեկը մի անգամ կզում է, սկսում են հակը զծնել, հիմա իրանք քանդում են ամեն ինչ, ասում են մենք խաղաղություն պիտի բերենք, չոկած դիրքով ասում է ես խաղաղություն պիտի բերեմ, ուժեղ մարդն է կարում խաղաղություն բերի, թույլ մարդը, պարտված մարդը, կզած մարդը երբեք այդպիսի բան չկա աշխարհի պատմության մեջ, հասկացեք, չի կարող այդ մարդը խաղաղություն բերի, որովհետև մարդը պիտի ուժ ունենա, եթե խաղաղություն ես ուզում, պիտի բանակը զինես, պիտի զինվորներ համախմբես, բայց ոնց ես դու խաղաղություն բերում, ինչ Ալիևի ուզածը ամեն օր կատարելով, ամեն օր նոր հողեր տալով, գնում ես էլի ստորագրես, էլի հանձնես ու Ալիևը մտնում է ուղիղ եթերով քմծիծաղ է տալ այդ բոլոր հանդիպումների ժամանակ, այն ձև է իրան պահում, ոնց որ իր աշխատողներն են, էլի մեր ազգային ժողովը կամ մեր կառավարությունը իր այն քմծիծաղով է շփվում, էլի ձեռ առնելով է շփվում, արդեն sense կոդրել փչացրել է մեր երկիրը, իր համար կայֆավա տալնում մեր վրա, բայց sense չի էլի ժողովուրդ ջան, ասենք, եթե պետքա մենք արժանապատիվ պահանջում են, պարտադրում են, չէ՞ խաղաղությունը չեն մուրում, բազում քաղաքական գործիչներ ասել են դա, Չերչիլից բռնած բոլորն էլ ասել են, որ խաղաղություն չեն մուրում, եթե դու խաղաղություն մուրում ես, դու գնում ես պարտության, ստրկացման ես գնում, քեզ ստրկացնելու են, սիրելի այրինակից հասկացի, ինչի առաջ են կանգնած, պետքա սթափեք ու այն նեղ անձնական շահերը բաց թողեք, հասկացեք, թուրքն է գալիս, 1915 թիվ են բերում, 21-րդ դարում մեր գլխին, Եվ հակառուսական գործողությունները
Տեսեք ինչ եմ ասում, այդ որ իրենք իրականացնում են, երկակի խաղեր են խաղում, ամենամեծ աղետը դա է լինելու մեզ համար։ Ինչի համար, որովհետև մեծ հաշվով, երբ որ Նիկոլը իր մեծ դավադրությունը ռուսների թիկունքում փորձի նորից անել, ռուսին այդքան էլ վնաս չի կարողանալու տա։ Ամենաշատը վնասը տալու այստեղի անմեղ քաղաքացիներին։ Նա իր դավադրությունը, որը դավում է, ես այս եթերով առանձնահատուկ ռուսներին եւս մեկ անգամ զգուշացնում եմ, եթե Նիկոլը ծախել է իմ նման տղերքին հողի մեջ, ծախել է դավաճանել է, ձեզ էլ բոլորիդ դավաճանում է։ Բոլորիդ ամենահարմար պահին թիկունքից խփելու է։ Իրենց տերերը արևմուտքներից իրեն, Նիկոլին, Ադրբեջանը, Թուրքիան միասին պետք է այնպես անեն, որ շուր տան բանի ռուսի դեմ։ Նիկոլը ադրբեջանցուն Թուրքին տասնյակ տարիներ առաջ աղբեր է համարում արդեն, եւ նա նրանց հետ պատրաստ է այդ աղբերության։ Նա ապացուցեց արդեն իր գործողություններով, իր Արարատ Միրզոյանին ուղարկեց հանդիպման, դուք էլ ինչ փաստեք։ Այո, այն արյունը 15 թվի կինոները դրեք նայեք։ Հասկանում եք, դրեք այդ ամեն ինչը մտ վերապրեք, 1.5 միլիոն անմեղ զոհերի այրում փողով ծախում են, փողի համար ծախում են, ուրանում են։ Այստեղ ինչ կապ ունի էլ նախքին, մյուս, այսի ներքին պետական հարց չի։ Եվ այո, ես դիմում եմ նաև կրկին Ռուսաստանին, որ մեր ներքին քաղաքականության մեջ ոչ թե Նիկոլը անձն է, ոչ թե Նիկոլը միայնակ է, այլ Նիկոլը ունի մեծ տերեր, այդ թվում Արևմուտքից, Թուրքիայից, Ադրբեջանից, որոնք խառնված են այս պահին մեր ներքին քաղաքականությանը եւ որոնք պահում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ հայ ժողովուրդը միայնակ ի վիճակի չի միանշանակ Թուրքիայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի դեմ պայքարելու, Իսրայելի դաշնակից է պետք մեզ, հասկացեք, մեզ պետք են մարդիկ, որ մեզ ներկրի ներսից գերի են դարձնում, հասկանում եք, ժողովրդին գերի են դարձնում։ Հենց այդ գործով, իսկ եթե կասեն արևմուտք այսպես այնպես, ես էլ եմ հարց տալիս։ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ որ մորթում էին, անմեղ քաղաքացիներին քշում էին Արցախից, արևմուտքը ինչի մի հատ Ադրբեջանի չդատապարտեց։ Ինչի մի հատ կոչով հանդես չեկա։ Նորից հիշեցնեմ, էլի, արևմուտքի հենց այդ արգելված կոնվենցիաներով այդ կասետային ռումբերը, չէ, որ օգտագործում էին, դու էլ սահմանում կանգնած ես, ձեր վրա որ օգտագործում էին կասետային ռումբերը կամ սպիտակ ֆոսֆորները, արևմուտքը խիչը դատապարտեց, խիչ ասեց դատապարտում եմ, խիչ ուղարկեց, հենց այդ րոպեին խիչ ուղարկեց իր այդ խաղաղապահ զորքերին, խիչը միջամտեց, խի թողեց կոտորվենք, ինչի համար, հենց պատերազմը ավարտվեց 2 միլիարդ եվրո էլ հանեց տվեց, ասեց ան Ադրբեջան ջան, ես էլ քեզ օգնություն։ Պարզ երևում է, չէ, ով բարեկամն է, պարզ երևում է, չէ, ոնց են իրանք տակից խաղում։ Ու այդ բոլոր, հիմա նորից ասում եմ, երեկ էլ ուղիղ եթերով էլի Live News-ի եթերով ասեցի, հենց այդ արևմտյան գործակալական ցանցը, որ ասենց գրկած բերեց Նիկոլին դրեց իշխանության, նույն ձև էլ պահում է։ Ու մի հատ ակցիա չեն անում դուրս, այդ նույն այդ վեվերականներից բռնած այդ բոլոր տեսակի այդ արևմտյան գործակալական ցանցերը պահում են, արտոնում են ու ձեն չեն անում։ Ես նաև մի առաջարկություն ունեմ, Արցախից տարհանված բոլոր քաղաքացիները, մարզերից, որ եկել են Երևան, ձեր տները ձեր ձեռքից խլել են։ Եկեք, համախմբվեք, հենա Ամերիկայի մեծ լեն դեսպանատունը կա, գնանք, ապրեք ընդեղ։ Դու ձեր հարցերին դե լուծում տան։ Բա եկել են 100 կիլոմետրանոց դեսպանատունը վերցրել են։ Բա այդքան գաղթել եք, բա հավաքվեք։ Ձեր երեխեքի հետ գնացեք դրանց դռները, ասեք, բա ասում եք մենք ժողովրդավար ենք։ Գնացեք դրանց հայատներում պալատկի կխփեք ու ամբողջ աշխարհին ցույց տվեք, որ ձեր տներից հանել են։ Ձեր տներից հանել են, ձեր երեխեքի հետ այստեղ էլ անտեր են թողում։ Բա եկեք գնանք, ես մեկը պատրաստ եմ։ Դեսպանա այդ արևմտյան Ամերիկայի, այդ Եվրոպայի դեսպանատների դիմաց փաստերով ապացուցենք, որ տեսեք, արա, այս ընտանիքներին անտեր են թողել այսօր։ Բա ինչի չեք խոսում, ինչ է անմեղ երեխեքին անտուն անտեղ թողել են։ Մեր ազգակիցն է, չէ՞ ի վերջո։ Հանել են այնտեղից քոչեցրել են այստեղ, մեկը ձեն չեք անել։ Ես էլ եմ կրկնում, դուք պետք է այնպիսի ակցիաներ իրականացնեք, ոչ թե մի օրով, մի ժամով, օրերով հավաքվեք,
հազարներով գնաք դեսպանատների դիմաց ու պահանջեք այդ հարցը լուծեն։ Չեն լուծում, թող փակեն իրաց դեսպանատներն ու ռադ լինեն այստեղից։ Եթե իրանք եկել են այստեղ ագենտավարի, չգիտեմ, իրաց ներքին, մեր ներքին աշխարհը խառնեն իրար, մեզ հանեն Ռուսաստանի դեմ։ Ռուսաստան մի պետություն, որը անվտանգություն երաշխավոր է։ Ինչ եք խառնում, հանում մեզ այդ պետության դեմ, մենք ձեր հետ էլ վատ չենք եղել, բայց դուք ինչ եք հրահրում, ձեր այստեղի են փողով ծախվածների դեմը գումար գցում, հրահրում հանում եք ռուսի դեմ, ու ռուսին էլ ուզում եք նեղացնեք, ռուսը հուշ լինի, ասի, ես ինչ չգնահատող են ես հայ ազգը, ես ինչ են անում, թողի մեր հայ զինվորին այնտեղ կոտորեն, դուք ասում եք բազան թողանի ես, ոչ, ռուսը ինչքան զենք ունի, պիտի բերի լցնի Հայաստան, ինչքան զենք զինամթերք ունի, պիտի բերի լցնի Հայաստան, մենք միայն այս ժամանակ պիտի պաշտպանված զգանք մեզ, ինչով ենք մեզ պաշտպանելու, այդ մի ռուսից է զենք գալիս, հնարավորություն ունենք պաշտպանվելու, էդ էլ են ուզում վայիս լինեն, որ են անմեղ զինվորը այդ ական էլ երևի չունենա սահմանին կռվելու, ինչա ձեր ուզածը ի վերջո, եւ էս է իմ կոչը, սիրելի հայրենակիցներ, որպեսզի չծավալվենք ավելի մեծ թեմաների մեջ, կա ռեալ գործողություն։ Ընդդիմությունն է հայտարարություն անում, մարդը ասում է, ես չգիտեմ ում ասեմ, չանձնավորեմ, օրինակ ինչ-որ մի կուսակցությունից, ես ինչ մարդու դեմքը ինձ դուրս չի գալիս, ես ինչ մարդուն չեմ սիրում, ես ինչ մարդը լավ մարդ չի, այ ձեր ցավը տանեմ, ինձ էլ շատ մարդ դուրս չի գալիս, ինձ էլ շատ մարդու խոսալ կարող է դուրս չգա, ձենը դուրս չգա, բայց տեսեք ձեզ ինչ եմ ասում, ես երկու պատերազմի միջով անցել եմ, երբեք չեմ ցանկանա, որևիցե հայ, նորից տեսնի այն տառապանքը, ինչ տեսել են ձեր երեխեքը, ես չեմ ցանկանա, որ դուք դա տեսնեք եւ հենց դրա համար ես ձեզ ասում եմ, որ դուք պիտի պայքարեք, որ չտեսնեք, որ չգնաք առավոտ աշխատանքի, փող կունենաք, հաց առնեք ուտեք, այսինքն աշխատում եք, չէ՞, բա հայրենիքի համար ով պիտի աշխատի, հայրենիքի համար ով պիտի քրտնի, ամեն մարդ իր անձնական աշխարհը այսօր ուզում է պայի, իր ընտանիքը, իր երեխուն կերակրի, բա հայրենիքն ով պիտի պայի, հարց եմ տալիս, գոնե 10% քո հայրենիքի համար չծառայեցնես, գոնե 2-3 ժամ քո հայրենիքի համար, քո հայրենիքը փրկելու համար չպայքարես, հարց եմ տալիս, եթե քո հայրենիքը փլուզվելով գալիս է, քո տունը, որի մեջ որ հիմա ապրում ես, չի փլուզվելու, թուրքը, որ մտավ այստեղ, քո տուն չի մտնել, ուզում է 50 հատ աղրանիկ պայես տանդ կողքերը, չի քանդելու, չի ավիրելու, չի բռնաբարելու, իհարկե անելույա, սա մենակ Մանուելի խնդիր չի, սա մենակ ընդդիմության խնդիր չի, սա հայի խնդիր է, ընդդիմությունն է նաև իր հայտարարությամբ հանդես էր եկել, քաղաքականությունը դնում է մի կողմ, հասկացեք ուր ենք հասել, որ նաև այդ ընդդիմությունը գիտակցում ու ընկալում է, որ ամեն ինչ կորցնում ենք շուտով, կորցնում ենք, եթե չենք հեռացնում Նիկոլ Փաշինյանին, հասկացեք, կորցնելու են բոլորը, որ կուսակցությունն ուզում ես եղի, թուրքը այստեղ չի մտնելու քեզ հարցնի, չգիտեմ ինչա կանես։ Այստեղ ոչ մի կոնվենցիաներով չի գալու է, թուրքը ասի, բա գիտես մարդու իրավունքները սենց է, կամ էսի դու ես համայնքից ես, դու ԼԳԲՏ ես, դու ազգային, չէ, գալիս են կոտորելու։ Իրանց համար իրանք պարզ ասում են Երևանը, Երևանը, իրանք ժամանակվա եսիմ ինչ հեքիաթ են որոշել, եսիմ ինչ խանն է եղել հիմնել, իրանք պատմությունը իրանք ձևերով սարքել են, չէ, իրանք համար Երևանը, իրանք համար իրանք քաղաքներից մեկն է, Սևանա լիճը իրանք համար Ղարագյոլն է, եսիմ մյուսը Ղարաքիլիսն է, ամեն մեկին մի հատ անուն են դրել, նույնը Ղարաքիլիս ասի հիշեցի, Լորվա կոմի ժողովուրդ, չմտածեք, այդ պերևալները չեն անցնելու հասնեմ ձեզ, գալու են դպալավը, գալու են Բանաձորով, Սպիտակով, բոլոր գյուղերը իրանք լավ հիշում են ժամանակին, որ եկել օկուպացրել են, շատ լավ Լորվա մարզը իրանք գիտեն, գալու են իրանք լավ տեղավորվեն, դեզ էլ ասեն այն կողմ դեպի Վրաստանով գաղթեք Ռուսաստան, շատ դավա եսի մերնա, ու դուք չմտածեք, որ դուք հեռու եք Արցախից, դուք կարակը նստեք, փիլիսոփայեք ու չխոսակ, ձեզ էլ է վերաբերվում, բոլորին, Շիրակի մարզին էլ է վերաբերվում, բոլորին, Արագոցոտնի մարզն էլ շատ լավ գիտի, Բաշաբարան է տվել, այդքան զոհ է տվել, շատ լավ գիտեն բոլորը ինչա կատարվում, ու եսի ազգովի հարցը,
ազգի հարց աստեղ։ Սիրելի հայրենակիցներ, ես մեկը հայտարարում եմ, անկուսակցական եմ։ Ես էլ անկուսակցական եմ։ Կուսակցության ես չեմ պատկանում, որևիցե տեղ գրանցված չեմ, բայց ել եմ ասում, սա ես քաղաքական պայքարել չեմ համարում։ Քաղաքական այն կլիներ, որ ես հայտարարեր, ես ես ինչ կուսակցությունից եմ, ես ինչ պաշտոնի համար կամ այդ նորմալ է, մարդիկ կարան պաշտոնի համար էլ պայքարեն, կարան կուսակցական շահերի համար էլ պայքարեն, բայց ելի եմ ասում, եթե մենք չգիտակցենք իրավիճակի լրջությունը, այդ թվում ով իրան ընդդիմադիր է համարում, իր ընդդիմության այդ կուսակցական դրոշը սենց չտանի, հայի դրոշի առաջ սենց չխոնարի, ու չասի ես պայքարում եմ առաջինը հայրենիքի համար, հայրենիքի համար պայքարելուց հետո նոր կպայքարեմ իմ ոչ մեկ չի ասում ձեր կուսակցական շահերը մի առաջ տարեք, մի պայքարեք։ Կուսակցությունը ներքին պայքար է, Իհարկե, քաղաքական է, այսօր մենք արտաքին վտանգի առաջ ենք, ժողովուրդ ջան։ Այս ոչ թե եկել ենք սենց դերասանական խոսքեր ենք ասում, անկեղծ եմ ձեզ ասում։ Օրեր առաջ փողոցներում գոռում էինք, ասում էինք, դուք տեսնում եք հայտարարությունը, ընդդիմությունը եւս արեց։ Ինչի պիտի ռումբերը պայթեն այստեղ, որ մենք նոր հասկանանք։ Ինչի պիտի էլի անմեղ տղերք զոհվեն, որ գնանք Եռաբլուրում ասենք, վայ մեր տղերքը, վայ մեր հերոսները, թող սաղ մնան այդ տղերքը։ Եկեք նենց անենք, որ սահմանին կանգնած զինվորը անտեր չմնա, հասկացեք։ Այդ անտեր չմնալու համար այստեղից է կառավարվում, այդ զինվորին հրամաններն այստեղից է գնալու, սնունդը, զենքը, զինամթերքը, այդ կազմակերպչական գործերը այստեղից է արվելու։ Բայց այստեղ ինչ արվում, անտեր են թողել, գլխավոր շտաբի պետի ղեկավար չեն նշանակում, իրենք բանակ չեն ծառայել, բանակ չծառայածը պատերազմական երկիր կարա ղեկավարի, հասկացեք։ Խաբել են, այո, բոլորիս մանիպուլացրել, խաբել են։ Մի մաս կա, որ փողը վերցրել ծախվել է այդ խաբողին։ Մի մաս կա, որ մոլորված է մինչև հիմա։ Մի մաս կա գիտակցել է, որ իրան խաբել են, բայց այնքան համարձակություն ունի, որ ասում է, որ խաբել ես, եթե քեզ մի անգամ խաբում են, դա դեռ չի նշանակում, որ դու հիմար ես։ Բայց երբ որ դու դրա պատասխանը չտաս, այդ ժամանակ դու ես դառնալու հիմար, քեզ իրոք խաբածա լինելու։ Ու այն քաղաքացին, որ 18 թվին փողոցներում ա եղել, ամենամեծ պատասխանատվությունը քո վրա է, որովհետև այո, բոլորս էլ, երևի Հայաստանի 80%-ը եղել է այդ փողոցներում, բա որ եղել ենք, ինչ ես այսօր խուսափում, քեզ խաբել են, ինչ ես վախենում դրա մասին խոսելուց, քեզ խաբել են, դու խոսիր, ասա, որ խաբեց, սրիկա էր, ստոր էր, ագենտ էր, բերեմ մցրել էին մեր մեջ, ու այսենց ժողովրդի են ցավերի վրա խաղալով, խաբեց ասեց վարկի հարցը, բանկի հարցը, մեսօր մտնում եմ խանութներ, մինչև հիմա ինձ ասում են ինչ անենք, Մանուել, ոնց անենք, ինչ կարամ ասեմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, ինչ կարամ անեմ, դե ասեք, կարանք անենք այսենց միասնական, բոլոր են ակտիվիստները, հիշում եք առաջ ինչքան ակտիվիստներ կային, իրանց էին կոտորում, այլ այդպես գռատներ էին վերցրել, ելնում էին, ճղում էին իրանց մեջտեղից, բայսօր ուր էին, 50 դրամի համար էին իրանց ճղում, սրա նրա համար էին, չսենց նեղ հարցերի համար են շուխուռ էին բարձրացնում։ Այսօր Արցախում գյուղ են հանձնում, մի հատ ցույց անող չկա փոխ։ Գյուղը հանձնեցին, մի հատ ցենց անտարբերություն, ամեն մեկը իր գործով։ Զինվորի սպանում են, մի հատ բան չկա։ Ինչի՞։ Այդ զինվորի կյանքի հետ 50 դրամը չարժի։ Գերու ծնողներին քաշա տալն ոստիկանը քծած, ոտից քաշ տալով, ձեռից քաշ տալով տանում են։ Ու ասում են Հայաստանն ամենաժողովրդավար երկիրն է։ Մարդու երեխուն տարես սպանել են։ Մի հատ էլ հանդուր ժողականություն չունեն, որ լսեն, թեկուզ ինչ-որ բան ա նետում, թող նետի։ Ասում են իր կառավարության շենքն է, ինչ ուզեն կանեն։ Այսօր խոսում 3 միլիոն վարչապետ կա, հասկանում եք, ամենամեծ հարվածը գերու ծնողին, արա ում ասես անում եք, լավ մեզ էլ եք անում, ջահել տղերք ենք, կապ չունի որ վիրավորենք, էլի կդիմանանք, բայց գերուց մորը, արա ոնց է ձեր ձերը, այդ ոստիկաններին եմ ես ասում, արա քո ձերը ոնց է գնում, դու այդ մարդու երեխուն սպանել ես մատել թևերի, դու թուրքից ինչով ես բա տարբերվում, հետո էլ վատ կզգա, կասեք մեզ ինչ ես ասում թուրք, բայց թուրքի գործողությունն է, մեկ էլ Ալիևի զինվորներն էին, տարեց մարդուն թևերը բոլորած,
4-5 հոգով բռնած տանում, արա դուք թուրքից բա ինչով եք տարբերվում։ Դուք թուրք եք իմ համար, եթե դուք գերու կամ անհայտ կորածի ծնողին տենց եք վերաբերվում։ Ուզի պետք է թեքի ձեր դեմքին էլ դուք պետք է հանդուրժեք այդ մարդկանց։ Դուք այդքան հանդուրժողականություն չունեք, դուք ով եք որ մնաք իշխանության։ Դուք ով եք որ մնաք էլ իշխանության։ Հողերը հանձնել եք, տղերքին սպանել եք, հաշվանդամ դարձրել եք, բյուջեն թալանում եք։ Արտաքին պարտքը շատացել։ Ես էլ ասեմ, այդ աղի հետ կապված, չգիտեմ, տարբեր ծաղիկի խանութներն են մտնում տուգանում, ինչ հնարավոր ձև կա։ Բոլոր անհատ ձեռներեսներին մի հատ հերիք չի տուգանում են, խարդախավարի, մի հատ էլ են տուգանում, որ երկրորդ անգամ տուգանք լինի, մարդը մի 10-15 օրով խանութը փակի գնա նստի։ Այդ ձեզ թվում է իրանք մտածում են քաղաքացու առողջության մասին, որ ասում են աղ թիշ լցրեք, դրանք հորինված պատրվակներ են, շեղում են, որ մարդուն կարանան տուգանեն, նայեք, իրանք փող են հիմա կուտակում, որ այդ փողերը առնեն ու լափեն, այդ փողերը վերցնեն ու փախնեն։ Իրանք ինչքան կարան այս ժողովրդից հիմա փող են պոկում։ Ձեր համար ինչքան զարմանալի է։ Ինչ տարբերակ ասես թանկացումներով փող են տանում։ Այն որ ասում ես տուգան ինչ ասելը հակառակն անում է։ Տուգանքի մատերիալ չեն։ Ամենայն անկեղծությամբ ձեր մաշկի վրա եք զգում։ Մի հացը եղել է 350-400 դրամ են անել դարձրել։ Բայց հակա մոնոպոլիայի այդ վարչությունը, այդ վերահսկողությունը, այդ տեսչությունները ուր են, ինչ իրավունք ունի մի օրվա մեջ ալյուրը կրկնակի թանկանա կամ ձեթը կրկնակի թանկանա։ Մի օրվա մեջ այդ ուր է այդ վարչությունները ստուգող, վերահսկող, ուրա պետությունը, ուրա պետականությունը, ինչի պետքա թոշակառուն այդ սարսափը մցնեք պայտակ ժողովրդի մեջ գնա դողալով վերջի թոշակի կոպեկով կրկնակի ձեթը առնի կամ ալյուրը կամ շաքարավազը։ Ինչի համար ու գերշահույթներ ստանան։ Այդ ուր կորավ այդ հակա մոնոպոլիայի դեմ պայքարի վարչություններ ունեք, եսին վերահսկողություններ ունեք վարչապետինքից։ Ամեն ձև ինչա նշանակում, ամեն ձև ժողովրդին կեղեքում են, ամեն ձև ու այդ բյուրոկրատական այդ բոլոր ամեն ինչն էլ կա։ Մեկը հենց հիմա արդեն դեկտեմբեր ամսից դիմել են քաղաքապետարան շին թույլտվության համար, դեկտեմբեր ամսվա վերջի շաբաթներ դիմել ենք, դեկտեմբերը, հունվարը, փետրվարը, մարտը, ապրիլը մտանք։ 5 ամսվա մեջ ոչ մի բան։ Մենակ մերժում են, հա դիմում ենք, հա մերժում են։ Չեն թողում, որ մարդ կարանա շին թույլտվություն ստանա։ Բյուրոկրատական ձևեր։ Ամեն ձև խանգարում են։ Չեն ուզում, որ երկիրը մի շարժ լինի։ Բացի այդ էլ գիտեք, արտաքին ոչ մի ներդրում չկա, ճգնաժամ, աշխատատեղեր չկան։ Եղածն էլ մարդ ուզում է բզբզա մի բան անի, հələ մի հատ էլ խանգարում են։ Ժողովուրդ ջան, ես մի բան էլ արձանագրեմ, Սուրեն Պապիկյանը երբ որ դարձավ ՊՆ ղեկավար, ես ձեզ ասեցի նոր աղետ է գալիս, հենց այդ ժամանակ հարցազրույցները կան։ Տեսեք, սահմանին գյուղ են վերցնում, այդ անձնավորությունը գնացել է, իրա քարոզարշավ անում իշխանություն պահելու համար։ Այդ չեն բավարարվել, ՊՆ-ն ներքաշել են քաղաքականության մեջ, իրանց աթոռը պահելու համար։ Մտել են դպրոցներ այսօր։ Դպրոցի տնօրեններ են փոխում։ Հələ նայեք ինչքան սրպապիղծ են։ Իրանց իշխանությունը, իրանց սրպությունն է, այդ թուրքը գրողին, կոտորածը գրողին, զինվորի կյանքը գրողին, իրանց ամբողջ ռեսուրսը, միտքը, էներգիան, ազգային ժողովում հարց են քննարկում, գոնե սահմանի մասին, անվտանգության մասին, ասում են թիմ ընտրություններում փոփոխություն իրականացնենք։ Այ ոչխարներ, թուրքը գալիս, արա դուք չեք հասկանում թուրքն ինչ է։ Դուք 1,5 միլիոն մորտված ազգ ենք, արա չեք հասկանում, արա ընկել եք աթոռի կռիվ եք անում։ Մորթելու արա մեր ու մանուկ, մեծ ու փոքր, նա չի նայելու, նա ռուսի պես չի, որ ռուսին այսօր ասում եք ագրեսոր, երնում դեմը ցույցեր են անում, տանկերի դեմը ճամփա են փակում, թուրքի դեմը որ այդպես բան արիք, տանկերով սես կլղճեն, կանցնեն, կբռնեն, կմցնենք աստուրգեկի մեջ կվառեն սաղսաղ, գնացեք ձեր պապերի պատմությունը կարտացեք, տեսեք ինչ են արել ձեր պապերի, հետ ոնց են վարվել, այդ ֆիլմերը պատական չի, այդ բոլորը, այդ 1,5 միլիոն արևմտյան Հայաստանը, հողով ու այդ մարդկանցով, տեսեք ինչ օրն են գցել, չկա այսօր, չկան մարդիկ, չկա այդ հողը, միթե ես մեզ ազդակ չի, լավ այդ ներքին հարցերը ազդակ չեղան,
Այսօր բերեք Թուրքին լցրել են մեր բերանը արդեն, մցրել են այստեղ։ Հասկացեք, բանակի թողած ընկելա բանակի ՊՆ ղեկավարը ընկելա քարոզ արշավներով զբաղվում է ծանր իրավիճակում։ Սա սարսափելի մի բան է, սա աղետ է։ Սա ձեր զինվորի կյանքն, հասկացեք, ձեր երեխու, ձեր վաղը բանակ գնացող երեխու կյանքն է վտանգի տակ դրված։ Ձեր այն անմեղ երեխուն, որ տանջվել, մեծացրել եք այսքան տարի, պայել սարքել եք չափած, ձեր աչքի առաջ, ձեր բարեկամների մեջ, հարազատների մեջ սքացող մայրերը կան, բայց ձեզ էլի ոնց որ դաշ չի։ Անենց արեք վաղը դուք էլ չդառնաք սքացող մայր, հայր, չկորցնեք ձեր ամենաթանկին։ Այս փողը, մողը, սաղ անցողիկ է, թկած, կաշխատես, բայց ձեր երեխու կյանքը չեք կարա հետ բերեք, կմխկտակ ամբողջ կյանքում։ Էս է մեր ցավը, ինչ փող, ինչ իշխանություն, մի պահ խոնարհվեք, մի պահ հեզ եղեք, մի պահ մի քիչ իրար զիջեք, այդ թվում ընդդիմադիր բևեռի յուրաքանչյուր հայ մարդու եմ ասում, մի քիչ զիջող եղեք։ Այն մեկը խոսում է, մի ասեք, էսի խոսած ես նախանձը ձեր մեջ մի քիչ սպանեք, եթե ուզում եք հասնեք հաջողության։ Եթե ձեր մեջ սպանեցիք են նախանձը, որը խեղդում է, իմացեք հասնելու եք հաջողության։ Իսկ եթե սկսեցիք ինքները ձեր մեջ պառակտում գցել, մեկը մյուսին նախանձել, ոչ թե օգնել, ոչ թե հրել, չի լինելու ոչ մի բան։ Իսկ իմ առաջարկը հետևյալն է. սկսեք կաթվածահար անել քաղաքը, փակել ճանապարհները։ Դա քաղաքացիական անհնազանդություն է կոչվում։ Փակեք, թող ձեզ բերման ենթարկեն։ Այդ ոստիկանի 90%-ը երբ որ ազգա ժողովուրդը դրսում է, ես ձեզ վստահեցնում եմ կանգնելու այդ ժողովրդի կողքին։ Միանշանակ։ Նրանք սպասում են դրան, սպասում են։ Վերևից կարող է մի քանիսը չեն սպասում, բայց նրանք էլ կգա ժամանակը գիտակցեն, այդ ոստիկանը որ ոլորում է ձեր, նա պիտի հասկանա, որ նա իր երեխու ճակատագիրն է դնում վտանգի տակ, նա իր ճակատագիրն է դնում, վաղը որ կռիվը սկսվա, ձեր վրա ուժերը պատում է, վզներից բռնելու է, տանի մցնի առաջին գից էլի փուրը տա, կոտորի ձեզ։ Շուշին օրինակ։ Շուշին օրինակ։ Մշակույթի պալատը։ Պետական աշխատողների բոլորի վրա լծակ ունեն, վզներից հավաքելու են տանեն լցնեն առաջնագից։ Ձեզ են կոտորելու, առաջինը դուք եք ուդարի տակ, տեսեք ձեզ հիմա զգուշացնում են։ Ու ինքը իր կառավարության նիստում Քարոզ արշավին հայտարարում է խաղաղության դարաշրջան, հիմա էլ հայտարարում է, որ պատերազմը շատ հնարավոր է պատերազմը սկսվի։ Բասում են խաղաղություն են բերում, էս են բերում, կզում եմ Ալիևի առաջ մեզ չի կոտորում, կզար ավելի շատ է ուզում կոտորի։ Ես ասել եմ նորից եմ հայտարարում, միջև Ադրբեջանը իր մարտին հարված չուտի մեր կողմից չի կանգնելու, չի կանգնելու։ Վախկոտներն էլ թող մի բան գիտակցեն, փախնելով հարց չեք լուծելու, փախնելով ոչ մի բան չի լուծվելու, փախեք։ Պետք է մնաս, մտնես պրոբլեմի մեջ, ու այդ պրոբլեմներին գնաս ընթառաջ ու լուծես իշխան ուժերը հերիքում։ Ամեն հայ պիտի իրա պատասխան, իրա ուժերի չափով մի բան անի։ Մի ձեռքցի, մեկը չի կարողանում երևա այսօր, իրա դեմքով խոսա։ Նա կարա ներքին կարգով օգնի, ջուր տանի, հաց տանի, հասկացեք, ամեն մարդ մի ֆունկցիա պիտի իրա վրա վերցնի ու աջակցի, օգնի հայրենիքի փրկությանը, թեկուզ մեջը մտած է իշխանության մեջ է, ինքը ճիշտը զգա հասկանա, ներքին կարգով օգնի, որ ազատվեն Թուրքի շահ սպասարկող իշխանությունից, որովհետև սրանք թուրքացման են տանում, մեզ, ձեզ, ձեր երեխաներին, հիշեք ես խոսքերը, ամեն օր պարապ չենք ասելու, ժամանակ չի մնացել, չի մնում ժողովուրդ ջան, պետք է պայքարենք բոլորովս միասնական, ես միա ինչու է, այսօր կարող է այստեղ խոսանք, վաղը մի ուրիշ տեղ, էլ չպիտի դնեք, սրանը սենց կասեն, նրան նենց կասեն, հայ մարդը, ուրեմն մեր թիմակիցն է, այս գաղափարը պիտի առաջ տանենք, հայ է, իրապես հայ է, ուրեմն նա պիտի, նրան չպիտի ասես, այս կուսակցությունից է, այն կուսակցությունից է, որտեղ որ պատերազմ էր չենք ասում, դու այս կուսակցությունից ես մի արի առաջնագից կամ այս կուսակցությունը չպետք է կռվի։ Ամեն տեղել կա լավ մարտել, վատ մարտել, այդ պիտի մոռանանք այսօր։ Այն տեսակը կա մեր ժողովրդի մեջ, որ սենց ամ։ Ես ապա քաղաքական եմ ու վերջ։
ու բայց ես զգացել եմ այդ ապաքաղաքական ասողները, իրանք մի բարեկամ ունեն, հերու մոդիկ, որ այսօրվա իշխանության մեջ են։ Իրանք փորձում են այդ թեզն էլ առաջ տանել, իբրև սա քաղաքական պայքար է, իբրև աթոռակռիվ է, բայց չեն իրանք մտածված, որ իրանց այդ լափամանից իրանց բարեկամը չկտրվի։ Չէ, ժողովուրդ, սա քաղաքական պայքար չի։ Ոչ ես, ոչ Մանուելը, ոչ Արտակը, ոչ Տիգրանը, ոչ մյուսները մենք չենք եղել ոչ մեզ վերջի ընտրությունների ԱԺ ցուցակների մեջ, կյանքում ոչ մի պաշտոն չենք ունեցել, բայց մենք տեսել ենք, որ սա երկիր կորցնելու պայքար է։ 2019 թվականից դուրս ենք եկել պայքարի, որ Արցախ չկորցնենք։ Նույնը Արցախի ժողովրդին եմ ասում։ Դուք sense հանգիստ քնած սպասում եք ինչա կատարվելու ձեր հետ։ Մի հատ հելեք ոտի, մի հատ զարթնեք, մի հատ մտածեք, որ հենց թիզակետում դուք եք ավելի։ Մենք ձեր համար ենք ամեն ինչ անում։ Մանուելն էլ, մյուսն էլ, ես էլ, մյուսն էլ թողել ամեն ինչ եկել ենք, որ մենք հասկանում ենք, որ Արցախը մեր երկրի դարպասներն է, բայց դուք պետքա ավելի շահագրգռված լինել։ Հանուն ամեն մեկը մի բարեկամ ունեք այսօր երևի պաշտոնյա ու դուք տենց իրանց սուսուփուզ լավամարդ եք դուրս գալի բաչական։ Կներես ակշ մի հատ բան ասեմ, այդ որ մեկը բարեկամ ունի, ասեմ լավ գործի օրինակ տեղավորել են, ինչ-որ աշխատավարձ ստանում է, չէ՞։ Նայեք, եթե վաղը ձեր երեխեն գնաց սպանվավ, այդ ձեր աշխատավարձը քանի կոպեկի արժեք ունի։ Հասկացեք, ես ընդունում եմ, հասկանում եմ, գոյություն ունի նեղ անձնական շահ, որը նույնպես կարևոր է, որ մարդը պիտի իր նեղ անձնական հարցերի մասին էլ մտածի, իր երեխուն պահելու մասին էլ, աշխատավարձ ստանալու էլ, բայց մի բան կա, այդ կարևոր չի պետական շահից, սահմանից, խրամատից, այստեղ է ամբողջ խնդիրը, որովհետև տեսեք ձեզ ինչ եմ ասում, դուք հա, ձեր համար կարող է այսօր այս պահին լավ է, աշխատավարձ եք ստանում, բայց հասկացեք, Աստված կա երկնքում, վաղը ձեր երեխուն բանակ կարող է չեն տանելու, վաղը ձեր երեխուն են բռնելու, որ եկավ իրավիճակը, ձեր երեխեքին են բռնելու տարին առաջնակից, իրանց երեխեքն են գնալու զոհվել։ Մի հատ պաշտոնյայի երեխա Նիկոլի ԿՊ-ից մի հատ մեկը զոհվավ, մեկը վիրավորվավ, մեկը գերի ընկավ։ Չէ, ձեր երեխեքին են էլի տանելու, կլնես նիկոլական, կլնես ինչական, իրանք են իրանց նեղ կորիզին պահելու են, իսկ ձեզ տանելու են փուրը տան, տանելու են ձեր երեխեքին սպանեն։ Իրանք չեն մտածում ես, որ քո երեխեն պոստին ոնց է կանգնած, որտեղ չեն ծառայել, չեն հասկանում այդ ինչա, չեն զգում այդ զինվորի այդ սպայի այդ 30 տարի խրամատների մեջ տանջվող, հողը արյունով պահող սպայի հրամանատարի ղատրը չեն հասկանում, բայց չեն ծառայել, ես իրանց ոնց կարամ մեղադրեմ, որ չեն մտել այդ խրամատների մեջ, այդ ցրտին գիշերը չեն կանգնել, սմեններ չեն փակել, ոնց են հասկանալու, չեն հասկանալու, ձեզ, ձեր երեխեքի ցավերը չեն հասկանալու, տեսեք, ստեղից է գալիս ամեն բան, ու այդ փողը կարակ վերցնեք այսօր ուրախանակ, բայց վաղը տեսեք ինչ եմ ասում, կֆռա կյանքը բումերանգ է, կգա ձեր երեխու առաջ, որովհետև դուք այսօր են ամենակարևոր մեծ հարցը թողած ընկել եք սենց մելեջ, պուճուր բաների հետևից ասում եք, դե ախպեր ինձ ինչ կա, ես հարմարվել եմ իմ համար, հենա գործս ունեմ, ախպեր ջան, մենք կարա մտածում եք չենք կարա հարմարվենք, ընենց հարմարվենք, ասենք, հարմարվելուց հեշտ բան, մենք չենք կարա, ասենք, փողոցները վազվզալուց, գորգորալուց, ասենք էդի քծել մի կողմ, գնանք մեր համար կաֆեներում նստենք, հենց մենք կներես ընդհատում եմ, հենց մենք այս նեյտրալ քաղաքականությամբ սպառվող ակտիվը մեր, ով այսօր գնա այն թիմին ասի, վաղվանից ասում ենք դեմ ենք թալանչի են, նրանք են, նրանք են, սրանք էլ սուրբ են, հենց գնանք այդտենց մի հատ պայմանավորվածություն ստանանք, հաջորդ օրվանից պաշտոնը կա, հաջորդ օրվանից մի հատ լավ գործ ամեն մեկից կտան, բայց մենք դա հասկանում ենք ու բազում առաջարկներ էլ է կողքից այդ որոշ խողովակներով հասել, որ արատ էլ ավելի ախպեր դե հերիքա էլի դեմ խոսակ բանման, բայց մենք հասկանում ենք ինչա կատարվում, մենք չենք ուզում պաշտոն, ձեզանից լավ պաշտոններ կարանք ստանանք, բայց չենք ուզում ախպեր, ձեզանից լավ կարանք աշխատենք, բայց չենք ուզում, մենք ուզում ենք երկրի վեկտորը փոխվի, երկիրը անդունդից դուրս գա, երկիրը անդունդից չի դուրս գալու այս վիճակում։ Ու դրա հետ կապված ես կներես մի հավելում էլ ես անեմ, Նիկոլը
պատմության, դուք պատմության տեսանկյունով մի հատ վերլուծեք։ Այսօր կարող ասում եք, դե մենք աշխատավարձ ենք ստանում, մի 20 տարի, 30 տարի, 50 տարի հետո, սրանք շոու են, սրանք անցողիկ են, սրանք մնայուն չեն, ես այդ ձեզ երաշխավորում եմ, որտեղ իրանց ղեկավարումից, իրանց գործողություններից դա երևում է։ Դուք ուզում եք մնաք պատմության մեջ դավաճանի հետ աշխատած մարդ, դուք ուզում եք մնաք պատմության մեջ դավաճանի շահերը սպասարկած մարդ, դուք դա եք ուզում, ինչքան փող ուզում ա տան, իմ արժանապատվությունը, իմ կենսագրությունը, ես 2 պատերազմի միջով անցել եմ, այր ունեմ թափել, ընկերներ եմ կորցրել, ես այս կենսագրությունը փոխեմ պաշտոնի փողի է, իհարկե ոչ, որտեղ այս մարդը հող է հանձնել, տեսեք, փաստացի իր ստորագրությունն է դրված դրա տակ, ու պատմությունը գրվում է տենց, պատմության մեջ ինքը իր էտապով մնալու է դավաճան, ու դուք որ մտնում եք դավաճանի թևերի տակ, դուք էլ եք պիտակավորվելու, վաղը, մյուս օրը, դուք այս որ սկսեք հասկանալ ու գիտակցել, այդ ժամանակ կգիտակցեք, որ այդ փողը, այտենց փողեր եք ծախսե գնացել է, այտենց պաշտոններ մաշվ է գնացել, հասկացյաք, հիմա դե եթե դուք ձեր համար այս պահը, այս մի տարին, կես տարին, մի ամիս ավելի կարևոր է, քան ձեր ամբողջ կյանքը, ձեր կենսագրությունը, ձեր ապրածը, ու դուք փոխում եք այդ ամեն ինչը դրա հետ, այ հենց այդտեղ է, որ ազգը այս իրավիճակում է հայտնվում, այ հենց այդտեղ է, որ դուք ազգին տանում եք այսպիսի կործանման, իսկ մնացածը, այն որ ասում են հեղինակություն ենք, հարգանք ենք վաստակում, տղեր ջան, այ ձեր ցավը տանեմ, այսօրվա իրավիճակում, այդ հեղինակություններն են մեզ պետք, այդ հարգանք ունեցող, այդ հնարավորություն ունեցող տղերքն են պետք, այդ ծանրությունը իրանց ուսերին վերցնող, արժանապատիվ մարդիկ են պետք, որ չասեն դե մեզի կճնշեն, ես կանեն, ձեռներիցս ես կառնեն, հասկացեք, բա պտի առնեն էլ, ճնշեն էլ, այդ բնական է, բայց դուք պտի ապացուցեք, որ դուք չեք հանձնվում, որ չեք գնա Թուրքիա առաջ ծնկեք, ինչա ձեզ նեղություն են տալիս կողքից, աջից, ձախից, հենց այդ տղերքին ես էլի եմ կոչանում, տղերք, ուր եք, դուք ասում եք մենք, չգիտեմ, երրորդ մասից, Մասիվից, Չավառից, Գյումրիից, ինչ եք կարում անեք, տղեկ ջան, Թուրքի հետ լուրջ պրոբլեմի մեջ ենք, Երևանով, Գյումրիով, Հայաստան պետությունով, լուրջ հարցերի մեջ ենք, ինչ անենք, ամեն մեկը սուս նստենք, սպասենք մեր հերթին, թե պայքարենք, տենանք ինչ կարանք անենք, էսա մեր ասելիքը, ինչ կապ ունի ով, ոնց, որտեղ, եթե չհամախմբենք բոլորիս ուժերը, հասկացեք դիմացը 80 միլիոնանոց թուրք է, պլյուս 10 միլիոն էլ ադրբեջանցի ես խաղուպար չի, այդ որ այդքան էլ ասում եք ռուսը տենց ռուսի հաշվին լիքը մարդիկ այսօր տակ լրված են, ռուսի դեմ էլ այսօր Ամերիկայա, Եվրոպայա, ամբողջ արևմուտքն է, դուք մտածում եք ռուսը տենց բանն է, դուք հասկանում եք ինչ վտանգների առաջ ենք, դուք մեր ներուժը պետք է մենք օգտագործենք, մենք պիտի ինչ որտեղ ուժ դառնանք, մենք էլ մեզ պաշտպանենք, ուրիշի հաշվին ինչքան, լավ ամոթ էլ է, սիրուն էլ չի, պարկես հենես Երևանի կլուբներում սաղ տժում են, ռուսի վրա մունատ գազ, ասես, ինչի ես հողը չպայեցի, ինչի են բա մտե, բա մենք ինչ անենք, մենք ինչի համար ենք, հետո էլ ասում եք անկախություն, բա անկախությունը հենց այդտեղ է վաճառվում, երբ որ բոլորով չեն գնում սահման, ես ասում եմ, յուրաքանչյուր մարդը կգնա սահման, իր երեխեն էլ այնտեղ գնում, բայց գոնե մարդը իմանա, որ կազմակերպված է, չեն տանում փուրը տալիս, չեն տանում ծախում փախնում, իմանա խրամատ կա, զենք կա, զինամթեր կա, ամեն մարդ կգնա իր այս մի բաժինը կանի, ու տենց հաս կլուծի, բայց երբ որ տենում են անտեր վիճակ կա, Պապիկյանը պնն թողած գնացել է քարոզ արշավը անում, զինվորին անտեր վրանների տակ են պահում, ոչ կառավարող կա, նորմալ հրամանատարներին հանում են դասալիքներին են առաջ բրտում, անիմաստ ապուշ մարդկանց բերում, հերոսի կոչումներ են շնորհում, հետո բռնում դատում են, այս մարդը էլ կգնա կյանքում, ժողովուրդ ջան, մարդիկ ասում են, այ ախպեր, հա գնանք կռ, ես շփվում եմ, մարդկանց հետ եմ շփվում, ասում են, հա գնանք կռվենք ախպեր, բայց տեսան ինչ եղավ 44 օրյայի ժամանակ, մարդիկ հասկանում եք, մարդկանց մեջ կասկած են գցել, մարդիկ ասում են, սրանց օրոք ինչ հայրենիք պայես,
Սրանք չեն ծառայել, մեզ ասում են, մեզ ո՞նց տանեն։ Չծառայած ով է ինձ տանի, ասի դու գնա խրամատ բայ։ Նա չի ծառայել, եկել է ինձ ղեկավար, նշանակվել պատերազմական իրավիճակ։ Բացեց ստրատեգիա չունեն։ Չեն կարող ճիշտ վարեն կամ չեն ուզում ճիշտ վարեն պատերազմը։ Ոնց կարան վարեն, եթե իրանք չեն հասկանում ինչա խրամատը։ Նա չի կարող զենք ռիսկավորի կրակի, նա ոնց կարա։ Կամայական յուրաքանչյուր զինվոր, ցանկացած զինվոր։ Իրանի շատ բան է հասկանում, բանակից, խրամատից։ Հասկանում եք, հա, էլի ղեկավար, էլի ասում ՊՆ ղեկավարը քաղաքական պաշտոն է։ Ինչ բան, ինչ կապ ունի բանակի հետ։ Մի հատ կազմակերպություն է, ես ասի չէ ՊՆ կազմակերպություն են սարքում։ Բա ՊՆ ղեկավարը, որ ՊՆ-ի հետ կապ չունի, ելով կապ ունի։ ՊՆ նախարարն ասում են կռիվա, հող են վերցրել, բան, նիկոլական պատգամավորներն ասում են ՊՆ ղեկավարն ինչ կապ ունի բանակի հետ։ Գլխավոր շտաբի պետն է, շտաբն է։ Գլխավոր շտաբում են շտաբի պետի չկա, հասկանում եք։ Հələ սրանց ոչխարության աշան են արել։ Ոչ ընդեղ ղեկավար կա, համել ասում են ՊՆ ղեկավարն ինչ կապ ունի։ Սա ինչ եմ ձեզ բացատրում։ Ձեր երեխեն է մեռնում, հասկացեք դրա պատճառով։ Հրաման չի գնում։ Գործողություն չի արվում, որտեղ անտերություն է, մարդն եկել է այս աթոռից է կարճ է։ Նիկոլն առաջին տեղը դրել է աթոռի պաշտպանության հարցը, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղերը նոր երևի սահման, խրամատ։ Ասում է բլուրը, որը բարձունքը մեզ ինչ պետք է, հա, որ ասեմ կասեմ, հասկացեք սիրելի հայրենակիցներ։ Իշխանասարի կհիշեք, Իշխանասարի պատմությունը, որ որոշ խողովակներից եկավ լուրեր, որ Իշխանասարը տալիս են։ Գրեցի Իշխանասարը տալիս են, որտեղից պարզ երևում է Սիսիան քաղաքը, Սիսիանի ժողովուրդը վտանգված է։ Մի հատ մի վայնասուն էին բարձրացրել, քպայականները գրին սկրինշոթեր էին անում, տանում էին, տարածում էին, էսիով այսի ծախված այսինա, վերջում համոզվեցին իրանց բերանով։ Մի քանի օր հետո արդեն կամաց տեսան Իշխանասարի սաղ բլուրների վրա թուրք-ադրբեջանական իրանց դրոշներն ու իրանց հենակետերն ու իրանց բաներն է։ Բա ժողովուրդ պետք է անպայման հենց թուրքը գա, մտնի ձեր տան դեմը կամ դուք աչքով տենաք հեռադիտակով, որ համոզվեք։ Հել եք զարթնեք մի հատ։ Անպայմանա որ Երևանի կենտրոնում մի հատ սնարյադ լինի, որ նոր համոզվեք։ Նախիջևանից Երևան 40 կիլոմետր է, էլի, բան չմնաց։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփելով այս զրույցը, ես նորից կրկնում եմ։ Այդ մենակ ես չեմ ասում, Նիկոլը դաժե նույնպես իր բերանով ասեց, ընդդիմությունն էլ ասում, փորձագետներն էլ են ասում, Թուրքիան, Ադրբեջանը նախապատրաստվում են լայնածավալ պատերազմի, զորքեր են կուտակում, հասկանում եք, վտանգը ոչ թե, ասենք, ով որ կարա չհավատա, թող մտնի ինքը իր ուղեղով սկսի ուսումնասիրել։ Մենք խոճապ չենք մտցնում։ Մենք պարզ ինչը տեսնում ենք, ինչը կռահում ենք ու հասկանում ենք, մենք ձեզ ասում ենք, ժողովուրդ ջան, այս 4 տարվա աշխատանքը իրանց ձեզ փաստ, ձեզ օրինակ, չէ՞։ Ինչ եղավ, Արցախյան 44 օրը ձեզ փաստ, ձեզ օրինակ, այսօրվա իրանց խաղաղություն մուրալը, փոխարենը, որ պետքա զորքերը ամրացնեն, սահմանները ամրացնեն, չեն անում, այդ ամեն ինչը թողել են սենց բացի թողի, զինվորը խրամատի մեջ ոնց է, սենց սառելով, դողալով պպզած կանգնած է, սպասում է չգիտես ինչի։ Եվ դրա համար էլ եմ ասում, տեսեք, ասում են այդ պատերազմի օրներ, նորմալ է, լավ է, հաղթելու ենք, կուզեք մենք էլ, ես որպես պատերազմով անցած մարդ մի բան եմ ասում, մտածում եք, ով է ուզում պատերազմ, մտես մի հատ գիտակից մարդ կա, որ պատերազմ լինի, բայց եթե այդ վտանգը կա, եթե դու տենում ես, գազ խապես մարդկանց հաճոյանաս, կեղծ բաներ խոսած ասես, վայ ժողովուրդ ջան, դուք հանգիստ, այդ գիտեք երբ է, ցեղասպանության ժամանակ էլ են այտենց արել, վտանգները քո գլխի առաջ կաղված, ասեն դու թուրքը չի մորտելու, այտենց եկել են, ասել են 15 թվին, մեր աղբերներն են, մեր ընկերներն են, խոսացած եկել ավորը, մտել են, իրանց անելիքը արել են, հիմա նույնը ես եմ ասում, խուճապը գիտեք որն է, ոչ թե խուճապ, այլ անհանգստանալ պետք է, եթե վտանգը կա, ոչ թե պիտի խուճապի մատնվես, այլ պիտի հասկանաս, պիտի անհանգստանաս, ոչ թե ասեն,
համերգներ կազմակերպեն, կեղծ խրախճանքներ կազմակերպեն, ժողովրդին դրանցով ցրեն, անիմաստ թեմաներ գցեն Facebook-ում, իրանց կանանցով շեղեն մարդկանց, չգիտեմ, այնտեղ իրանց ապուշ հայտարարություններով, հիմար բառեր ասեն, ժողովրդի ուշադրությունը դրա վրա շեղեն։ Այս ամեն ինչը մտածված է։ Ձեր ուշադրությունը իրական խնդրից շեղելու համար։ Ես էլ ասում եմ, մի շեղվեք։ Ձեր անվտանգությունից կարևոր հարց չկա, հացի գինն էլ, դո չգիտեմ, կոլա կլնի չի լինի, փող կլնի չի լինի, երկրի անվտանգությունը ամենակարևոր հարցն է, արտաքին անվտանգությունը, թշնամուց պաշտպանվելու խնդրից կարևոր հարց ու խնդիր չկա, բոլորը մի մարդու պես, մի ձևով, մի ձենով պիտի գոռան, որ եկեք խրամատ կառուցենք, սահման կառուցենք, զենք գնենք, մենք մեր ձեռքով, մեր հույսը մեր վրա դնենք, մեր սահմանը պահենք։ Էս է մեր ասելիքը, եւ ամփոփելով ես ավարտում եմ իմ խոսքը ու բոլորիդ կոչ եմ անում։ Սկսեք, նորից եմ ասում, պայքարեք, նախաձեռնեք, մի ասեք, էսա նախաձեռնողը, այնա նախաձեռնողը, բոլորը դառեք նախաձեռնողներ։ Ինքնակազմակերպեք, հելեք ձեր քանի հոգով եք, ձեր ակցիաները իրականացրեք։ Չեք ուզում գնաք են մեկ կետ կանգնեք, բայց գաղափարը նույնն է, դուք եք դեմ, հելեք դուք ձեր բաժինը արեք, ձեր խղճի առաջ։ Չեք ուզում ձեզ ասեն, էս նրա մարդն, էս նրա մարդն, էս սենց մանիպուլացնեն, էս մեխանիզմներով սենց վանեն մեկին մյուսի դեմ, գնան նրա մոտ բամբասեն, ասեն, գիտես, էս նրա մարդն է, այն նրա մարդն է, էս այն են, Նիկոլի այդ քաղաքականությունն է դա։ Մարդկանց կոմենտներ գրել, պարսավել, սեվացնել, էս է իրանք սրանից են մենակ լավ։ Ով Նիկոլի դեմ է, որ կուսակցությունից ուզում է լինի, ասենց պետք է մտածեք, ով ուզում է լինի, նա հայ է, վերջ, նա իմ թիմակիցն է, ես հիմա հայտարարում եմ։ Ու ես պայքարում եմ մի նպատակի համար, Նիկոլ Փաշինյանին վարկյանից շուտ հեռացնելու եւ նրա հրաժարականին հասնելու համար, որովհետեւ բոլոր խնդիրները, իմ զինվորի անվտանգությունը, իմ սահմանի անվտանգությունը, ամեն ինչ կախված է հենց այդ կետից, հենց դրանից։ Եթե այդ կետը, այդ հարցը չլուծվի, մնացած բոլոր գործողությունները ես անիմաստ եմ։ Մանուել ջան, ես որ միշտ մի քիչ խոսում եմ աշխարհակաղակականությունից, այստեղ Նիկոլ երևույթը չի մենակ։ Ահա Նիկոլը գնա գա, ասենք Ալեն Սիմոնյանը, ինչ կապ ունի։ Մենք ստեղ պետքա երկրի վեկտորը փոխենք։ Պետքա այս ուղղվածությունն ու այս ծրագիրը իրանց, քաղաքական իրանց ծրագիրը փոխենք, ոչ թե մենակ Նիկոլով չի։ Նիկոլը ծրագիր է իրականացնում, կարա Նիկոլի տեղը գա Արմանը կամ գա Վարուժը կամ մեկ ուրիշը, բայց էլի իրանց նույն մարդը, մենք պետքա երկրի վեկտորը փոխենք, դրա համար մեզ պետքա ժամանակավոր ճգնաժամային կառավարություն, որպեսզի կարողանանք այս վիճակից հանենք, վեկտորը փոխվի։ Իհարկե կան խելացի մարդիկ ունենք, պրոֆեսորներ ունենք, տարբեր թողեք նույն ընդդիմադիր ուժերն էլ, բացի իրանց թիմերից, գնան ապա քաղաքական այդ խելացի մարդկանց էլ ընդգրկեն այդ ժամանակավոր կառավարության մեջ, ասեն Ժորժ ջան, հենց չի եկել ենք, մենք մեր քաղաքական ուժի կռիվն ենք տալիս։ Ամեն տեղից թող բերեն խելացի հայերի, խելացի մարդկանց, փորձառու մարդկանց, նստեն իրար հետ, նստեն մի հատ մեծ սեղանի շուրջ, լուծեն այդ հարցերը։ Փորձառու գիտակից ուղի անցած մարդիկ թող իրար գլուխ հավաքվեն, լուծեն այդ հարցերը, Ժորժ ջան։ Ի վերջո բոլորի շարն է դա բխում, թուրքի դեմ Արմենը։ Էս է այսօրվա եթերի նպատակը, իմաստը կրկին ձեզ իրազեկելու, կրկին ձեզ տեղեկացնելու։ Միանշանակ մենք պայքարել ենք եւ շարունակելու ենք պայքարել մեր ուժերի չափով, մեր հնարավորությունների չափով, այնպես է որ մենք որևիցե ակնկալիք չունենք, մեր ակնկալիքը մեկն է, մեր զինվորի անվտանգությունը, մեր երկրի խաղաղությունը, վստահ եմ որ այն մարդիկ ենք որ խաղաղություն լինի, համերաշխություն լինի, մենք այս երկրում մեր աշխատավարձն էլ կստանանք, то մեր բանվորությունն էլ պետք լինի կանենք, կապրենք, բայց կարևորը խաղաղ լինենք։ Կարևորը մեր հողերը չծախեն, չհանձնեն, մեր զինվորն էլ, մեր բարեկամն էլ, մեր հարազատն էլ վաղը որ գնա ծառայության, հանգիստ խղճով գլուխները դնենք բարձին իմանանք մարդիկ ապահով են, անվտանգ են։ Մեր շահը այստեղ հենց էս է, որտեղ դրանից մեծ շահ կարա լինի, Ժողովուրդ ջան։ Սաղս էլ հարազատ ունենք, սաղս էլ ծանոթ ունենք, սաղս էլ բարեկամ ունենք,
ուզում ենք այդ մարդիկ անվտանգ ծառայեն։ Էս է իմ շահը կոնկրետ, ես ելի եմ ասում։ Իմ երկրի անվտանգությունը ես այս երկրում հանգիստ կապրեմ, մենակ անվտանգությունը ապավենք եւ մեզ չծաղրեն։ Թուրքը ով է եղել։ 14-ից 16 թվերին ծառայել ենք, այդ որը տես դուխով այսօր գալիս են, գլուխները խրամատից չէին կարող անեին։ Գլուխը մի մաս համարձակություն չունեն խրամատից անեին։ Հետո կասեք քսես չի նենցա։ Ձեր երեխեքին հարցրեք, ովքեր ծառայել են նախկինում։ Թուրքը ով էր խրամատից կարանար դուրս գալ։ Այսօր ասեն թպար քայլելով գալիս են մեր զինվորներին քացով խփում են, ասում են դավա ելեք ստեղից փախեք, ստորացնում են, այս ինչ են դարձրել։ Այս է մեր համար պազոր, հասկացեք։ Մեր զինվորի կերպարը, որը ծնկի է բերե դրանց։ Ես հո ծառայել եմ իմ տարիքի տղերքը, ինձանից առաջ են տղերքը, որ տեսել եք, չէ՞ ոնց ա եղել խրամատը, թուրքն ով ա եղել, ադրբեջանցին ով ա եղել ընդհանրապես, այսօր նայեք ով ա դառել, ում շնորհիվ ա դառել, Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանը նրանց ողնաշարն է այստեղ, նրանք սենց բինգո են բռնել։ Ու այսօր ուրախանում են Ադրբեջանում Նիկոլ են աջակցում, ինչի համար, որտեվ բա Նիկոլի շնորհիվ Ալիևը դառավ հաղթող ղեկավար, Նիկոլի շնորհիվ Ալիևի այդ ամբողջ իր կլանի Ալիևյան այդ նավթային կլանի հեղինակությունը բարձրացավ։ միանշան։ Արդեն երկրորդ ընտրություններում իրանք շատ լավ կանցնեն։ Աշխարհում սկսեցին ասել, այ Ալիև հաղթող պետության, ով է պաշտոն է տիտղոսը տվեց Ալիևին, Նիկոլը, ով հաղթող հայ ազգին, հաղթող ամբողջ աշխարհը մեզ 30 տարի հաղթող էր ճանաչում, ով մեզ ծնկի բերեց, սարքեց պարտվող։ Այսօր Եվրոպայի պետություններում այնտեղ ոնց են հասկանում, Արցախյան պատերազմ եղավ, Ադրբեջանը Հայաստանին հաղթեց։ Հայաստանի ղեկավարն ով էր, Նիկոլն էր։ Ադրբեջանի ղեկավարն ով էր, Ալիևն էր։ Ալիևը հաղթող է, Ալիևը հերոս է, հաղթողին ուրիշ վերաբերմունք են ցույց տալիս։ Բացեք, բա դատապարտել է։ Պարզ բոլորս տեսան 44 օր Թուրքիան Էրդողանը անմիջական օգնություն ցուցաբերեց, անմիջական իր զորքով, զինվորով, փողերով ու բայրակթարներով, բայց մեր կողմից մի հատ չեն դատապարտում դա, մի հատ սանկցիաների պահանջ չեն ներկայացնում Թուրքիայի գնում է մեր այդ արտգործ նախարարներն մի հատ ձեռը բարև, ժպտերես, աղբերես, ուրախ ենք, իա, բա ուր մնաց, բայց քաղաքական դիվանագիտական այդ ձեր բաները, ձեր այդ նոտաները, ձեր այդ բողոքները, Ապսյո անցավ գնաց, 10,000 հոգի այդ ինվալիդ մարդիկ տեղ, հեչ ձեզ չի հետաքրքրում, հիմա էլ արդեն մեզ բազում բողոքներ են գալիս 44 օրյա կրված տղեկը, ովքեր հաշմանդամության կարգ են ստացել, իրանց կարգերից զրկում են, որպեսզի թոշակ չտան իրանց, այդ էլ մի կողմից, դրանով էլ են ուրախացնում էլի մեր թշնամիներին, որ տղաները վաղը հիասթափվեն, էլ չգնան, մեկը ասենք մի խնդիր ունի մեկը մյուս, բայց կարա էլի ձենք բռնի գնա, ասի արա լավ դե թքած սրանց վրա չենք էլ գնում։ Այդ սա հոգեպես կոտրում են, կարգ, երրորդից սարք, երկրորդից բարձրացնեն երրորդ, ինչ է նշանակում։ Դե հիմա մի քանի բառով հասկացաք, չէ՞, որ ասենք նախապայմանները Թուրքիայի կողմից դրված էր, որ Արցախը հանձնվի, միայն այդ պարագայում բարեկամություն կանեն, այս մարդիկ հենց Արցախը չկարացան հանձնեին, որտեվ շատ վատ կլներ իրանց համար, կեղծ պատերազմը բեմադրեցին, մարդկանց սպանեցին, հայտարարեցին պատերազմի անվան տակ, բա գիտեք ինչ կա, պարտվանք, մի տարին չանցած թռան Թուրքիայի գիրկը, ձեռքը սեղմեցին, հետև իրանց ծրագիրը այդպես տված էր, ոնց անեն, որ ասենք հիմա էլ ասում են Թուրքիան մեզ նախապայման չի ներկայացրել, բայց դուք Թուրքիայի նախապայմանը պատերազմի անվան տակ արդեն կատարել եք, ցեղասպանությունը խոստացել եք, որ ուրանալու եք, Արցախը գնալու եք ճանաչեք Ադրբեջանի կազմի մեջ, էլ ինչ նախապայման մնաց։ Եկաք սա նախապայմանները կատարեցիք, պահանջատիրությունից հրաժարվեցին, այդ ցեղասպանությունը չեն պահանջելու, այսինքն տեսակ այն կռիվներ գնում, վերջում դուրս եկավ Թուրքիան էլի մեզ կոտրեց, մենք հետ քայլ դրեցինք, մեր Արցախի հողերը մեր ձեռից էլի առան, ինչա մի հատ Նիկոլը առևտուր անի Թուրքիա։ Այսքան բան ուրանա, այսքան բան ծախի, այսքան տղա սպանի, ինչա ինքը Թուրքի հետ առևտուր անի։ Ու դրա նպատակը հեռակա գիտեք որն է։ Հարաբերությունները սկսի շուշուտ լավացնել, Թուրքիերի հետ աղբերանա, դուրս գա Ռուսի դեմ։
Արևմուտքի տված ծրագիրն է, որը իրականացնում է, դրա համար հիմա անկած ապալ-թապալ բարեկամացնում են, իրան բարեկամացել են, հայ ժողովրդին էլ ասում են, վրազ բարեկամացեք ժողովուրդ ջան, դուք էլ բարեկամացեք, աղբերացեք, գնացեք Թուրքիի հետ կերեք, խմեք, փող կբերենք, ես կբերենք, են կբերենք, կուտ են տալիս, խեղճ մարդկանց գլուխը խափում են, եսի ինչ լուրեր են լսնում, վաղը կբերեն Թուրքին, Թուրքը կգա կվերցնի սաղ, Ռուսից կանջատի լավ, Հայաստանին կտանի մի հատ էսկող, ու իր ուզածը ոնց ուզի կանի։ Դրա համար այսօր ամբուրջ պետքա կպնել Ռուսին ու ասել Ռուսը մեր դաշնակիցն է, նայեք պարզ օրինակ, մեր պաշտպանն է։ մենք հիմա այսօր այդ ընդհանուր տնտեսական գոտու մեջ ենք, չէ՞, Ռուսաստանի հետ, Իհարկե։ Հիմա պարզ օրինակ, եթե մենք սահմանը բացեցինք Թուրքիայի հետ, թուրքական հետ իրան ժեխը մտավ Հայաստան, դա շատ լավ ռուսը գիտի, դա դառնալու է made in Armenia գնա Ռուսաստան։ Այդ ինչ է նշանակում, որ ինքը Ռուսաստանը կասի, հոп, տղա ջան, ես չես անում։ Ու մի անգամից մենք վերջ կտրվում ենք վերջնականապես Ռուսաստանից ու հիատամից էլ դուրս են գալու, հապկից էլ ենք դուրս գալու, 102 բազաներն էլ են հանելու, այս իրանց ստորեսն ենք խաղերով, վերջում Հայաստանը մնալու է մենակ, Բաթումը օրինակ ձեզ, Բաթումում մի հատ վրացի դուխ չի անում գնա բիզնես դնի, նույնն էլ Երևանում է լինելու, այդ որը տենց ուրախ խանութի տերերեք, սենց ջպերը կարել կուրաժիտ է կլնում, Թուրքը գալու է ձեր կողքը խանութը բացի կեսի կես գնով, ապրանքը ծախի, վերջում սենց մզալով չեք կարանալու արենդը տակ հելնեք գնաք, ավտոն էլ ծախեք, ամեն ինչն էլ ընտանիքին վեկալեք գնաք, հերվից ասեք, ախպեր դե մենք ինչ անենք, այդ է ձերը, այդ եք, դուք այդ տեսակն եք։ Էսի ոչ թե ես եմ ասում, Նիկոլը իրա ողջ գիտակից կյանքը հակառուսական ա եղել, Նիկոլը իրա գրքով, իրա խոսքերով, իրա գործողություններով միշտ հակառուսական գործողություններ ա արել, ու Նիկոլը ես էլի պատասխանատու հայտարարում եմ, ինքը հիմա իշխանությանը չի կարող դա ցույց տա, բայց Նիկոլը ատում է ռուսին ավելի շատ, քան թուրքին։ Սա ես պատասխանատու հայտարարում եմ, եւ Նիկոլը իր բոլոր գործողություններով ինքը խորամանկավարի է հիմա գործում, ռուսին գնում ժպտում է, բայց ինքը ամենահարմար առիթին է սպասում, որ ռուսին մեջքից հարվածի Ալիևի, Էրդողանի, Ամերիկայի ու Արևմուտք բոլոր պետությունների հետ միասին։ Էս է ռուսին սպառնացող վտանգը, իսկ մենք ինչ կարանք անենք, էլի եմ ասում, մենք ամեն ինչ պարտավոր ենք անելու այս պայքարում, որտեղ մեծ հաշվով, որ Նիկոլը սկսեց ռուսին հարվածել, ռուսին էլի չեն կարանալու, են ինեն զենքեր ունի իրա գոնե պետական սահմանը պայլու է, բայց այս երկիրը, այս ժողովուրդը, մենք բոլորս, հասկացեք, ասենց ավիրվելու ենք գնանք, իրա այդ դավադիր գործողությունները, որը ռուսի թիկունքում ինքը նորից դավեր ան նյութում, ու ինքը մենակ չի անում, իրա տերերի հրամաններով անում, որտև իրան օրորոցից այդ կաթը կեցրել են, մեծացրել են, սովորացրել են, այսօր ոնց են ասում այն Շիրինյանը, թուրքի շուն լինենք ավելի լավ է։ Նիկոլը մի քանի օր հետո ընդունում է իր մոտ այդ Շիրինյանին, Խզմալյանին, ովքեր Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույցեր էին անում հակառուսական։ Ռուսական դրոշ։ Բա այդ տղա ջան, բա ասում ես ռուս, բա դու չես դրանց կերակրում, դու չես դրանց պրախոտ տալիս, դու դրանք ով են, որ այդ արարքներից հետո գանք ու հետ մի քանի օր հետո հանդիպեն։ Բա Ռուսաստան ջան, տենում ես, ես էլ եմ հայ քաղաքացին, այո, պիտի դուրս գա, դու այսօր նայեք, ինչ խնդրի առաջա Ռուսաստան, երբ որ Ռուսաստանը ներքին քաղաքականության մեջ խառնվավ, աշխարհների ինտեղից գոռալու է ասի, դու ինչ իրավունք ունես, գնացել ես անկախ պետության ներքին քաղաքականության մեջ ես խառնվում, Նիկոլին ուզում ես հանես։ Այսինքն ռուսը չի կարա դա անի։ Էդի մենք պիտի անենք, հասկացեք։ Մենք պիտի հանենք ու մենք ժողովուրդը, հայ ժողովուրդը պիտի ասի, որ այ դավաճան, դու ռուսի թիկունքում խաղել մի տուր։ Մենք ռուսին թշնամի չենք համարում։ Դու խափում ես ռուսի առաջ ուրիշ բան ես խոսում, գնում ես արևմուտք ուրիշ բան ես խոսում։ Ես այսքանը ասում եմ եւ երևի արդեն ահագին ժամանակ խոսում եմ։ Ես ուզում եմ մի բան էլ նորից ավելացնեմ, Մանուել ջան, ու այդ 5-րդ շարասյունը, որ Հայաստանում թաքնված,
լավ այդ NED-ից, USAID-ից, Soros-ից լավ փողերը ստանում է, ինչ է անում ինքը, այդ արևմտյան այդ ցանցը, չէ, այդ կուսակցություններ, ՀԿ-ներ, որ ստեղծել են, իրանք այս ամեն ինչը, իրանք պահում են, այս ինչ այսօր կատարվում է այսօրվա իշխանությունների կողմից, իրանք դա են պահում։ Փաստորեն ինչ է դուրս գալիս, որ իրանք դա պահելով այդ արևմտյան, այդ բոլոր բևեռ-մևեռում անունները տվեցին, շատ լավ ճանաչում ենք, դուրս է գալի իրանք հենց արտոնում են, իրանց լռելով ու իրանց պահելով Նիկոլին, որ այդ Պանթուրանի ծրագիրը իրականացվի։ Ինչ լինի Նախիջևանից ճանապարհ դեպի Ադրբեջան։ Պարզ բան, չէ՞, Մեղրիով դեպի կպնեն Նախիջևանը Ադրբեջանին։ Ինչն է Պանթուրանը։ Հիմա այս մի հատ մեր ընդհանուր քաղաքական այս տեքստերի մեջ բան եմ դնում, մի հատ շրջանառություն նախադասություն եմ դնում, շատերն են արդեն վատ զգում, պանթուրանիստներ եմ իրանց ասում։ Այս արևմտյան գործակալական ցանցերին, կուսակցություններին ասում դուք պանթուրանիստներ եք, ու փաստն էլ բերում եմ, եթե դուք պանթուրանին արտոնում եք, լուր մնալով, ոչ մի ըմբոստություն չեք անում, որը կարող եք անել, ձևերը գիտեք, շատ լավ 16 թվից, 15 թվից, 14 թվից շատ լավ պայքարելու ձևերը գիտեք ու լռում եք, դուք պանթուրանիստներ եք։ Ու ես ամաչում եմ, որ ձեր կողքը կանգնել եմ փաստորեն։ Դուք լռում եք ու դուք էլ ձեր եթերներում ասում եք համել, որ դուք համաձայն եք, որ հայ-թուրքական սահմանը բացվի։ Իսկ դա նշանակում է, որ Էրդողանը եւս մեկ կոզր է ունենալու, որը արևմուտքում ասի, այդ Եվրոմիությունում ասի, որ ես Հայաստանի հետ սահման փակ չունեմ, ես Հայաստանը չեմ օկուպացրել։ Հասկանում եք, իրանք ինչի համար են այսքան տարի Հայաստանում որպես 5-րդ շարասյուն աշխատել, գումար ստացել, ոչ մի բանով չեն զբաղվել, բայց գումարներ են ստացել, ՀԿ-ներ են բացել ու իրանց համար իրանց ձեռները ջեբը ակցիաներ են արել ու ժողովրդի ուղեղով լվացել են։ Իհարկե, ես նոր այսօր էլ կոչ եմ արել Սփյուռքում ապրող մեր բոլոր հայերին, իրանց իբր իրանք ինչ են խոսում, իրանց այցի համար էլ $500 մուտքավճար 10 գնաս իրանց լզես, հələ նայեք ուր ասես փող են ուզում աշխատել։ Ա փող աշխատում ես թուրքի քարոզ ես անում, ինձ ինչ։ Այդ զարմանում եմ, որ հայ մարդն է իրան այդ կա ցածր դասում, որ ոնց կարա իմ երկրի սահմանը ռուս զինվորը պայի, ես հելնեմ այստեղ հակառուսական բաներ անեմ։ 44 օր տեսանք ով ինչով օգնեց։ Կարող է այդքանից հետո ինձ որոշ թուրքի մարդկանց ուղեղներն են լվացել։ Իհարկե այնտեղի մարդիկ ասենք բան են անում, ասում են այնքան են հակառուսական քարոզ անում են, այս ման ու երեխեքից սկսած լցնում են։ Ու Ռուսաստանի ուժերը պետք է օգնեն, թույլ չտան, որ այսպես քարոզ անեն էսի։ Բայց նենք քարոզ է, նենք քարոզ բերում են Լենինին, ասում են Լենինը ռուս էր, մեր արևմտյան Հայաստանը տվեց թուրքերին, նայեք ռուս էր, Ռուսաստան էր, ու սենց են նրանց վստահ են ասում, որ չեն ու հետ չեն գնում Ռուսաստանից։ Ես ուրիշ բան ասեմ, արևմտյան Հայաստանն եղել է թուրքի տիրապետության տակ, արևելյան Հայաստանն եղել է ռուսի տիրապետության տակ։ Հələ նայեք արևմտյան Հայաստանը հիմա ուր է, արևելյան Հայաստանն ուր է։ Բա տենում եք հիմա նույն բանը էլի ասում են, հիմա էլի ասում են բերեք ես արևելյան Հայաստանը էլի տանք թուրքի տիրապետության տակ։ Այսինքն ռուսը մեզ ինչ է արել։ Ռուսաստանում 3 միլիոն հայ ապրում է։ Ռուսը մեզ ոչ մորթում է, ոչ ասում է դավանափոխ եղեք, ոչ ասում է էս արեք։ Մի բան էլ հերել եք ռուսի երեսն ենք, ճանգռում ասում ենք ինչի չես օգնում, ինչի ես չես անում, մունատ են գալիս, էլ ինչ անեն, դուք հասկանում եք, ես մեկը գնամ մեկի սահմանը պայեմ, իմ հասցեին ըտենց խոսան, իմ հասցեին ըտենց բաներ ասեն, հələ կասեմ, ես ինչ անինքն ասել են, այսքան անշնորհակալ ազգ են, այսքան բան անում ես, կայնում ասում են, թշնամի է, մեր թշնամին է, բավոր քո թշնամին է, ընչի թուրքը մինչև հիմա քեզ չի մորթել, Էդ ում հաշվին ես ապրում քո, այդ ուժերը որ հակառուսական խոսում եք, բալա արեք մի օր գնանք խրամատ պայեք, պոստ պայեք։ Հակառուսական ուժերը 44 օր, որ դու խրամատում ես, իրանք փող էին հավաքում Սփյուռքից, որ իբրև պիկապներ առնեն, պիկապներով գան։ Ու այնքան ձգեցին մտածած, որ ավարտվեց պատերազմը, տենց էլ չեկան։ Հասկանում ես ինչ էին անում։ Այդ ով խոսում է ժողովուրդ ջան, ես ասում եմ, գնացեք դեմները կանեք, ասեք արի ռուսի զորքը հանում եմ։
տանում եմ կանգնեցնեմ Սյունիքում, Ղարաբաղում մի հատ անես post, ռուսի դրոշը դուս քաշեմ, ասեմ դե տղա է սպայն։ Ռուսի դրոշի տակ գնաց է ապրում է։ Մի հատ էլ մեծ փրտում է բանակ ունենք, մախսի կերակ։ Ջարդիկ, ավիրեցիկ։ Հիմա ամենամեծ երաշխավորը իսպայն ռուսնա, ուզում եք ընդունեք, ուզում եք չընդունեք, կլնենք նորից մենք մեր պետության երաշխավորը, երբ որ դասալիկներին երկրի իշխանությունից մաքրենք, երբ որ մոբիլիզացնենք, իրական զինվորականները գան, բանակը իրապես կառավարվի, մեր անկախությանը էլի ինչ որ չափով ասենք Ադրբեջանի մեր հարաբերությունների մեջ մենք տեր կլինենք։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում ինչ է լինի, էլի մեկա մենք բան կլինենք, ասենք ռուսից կախված ենք լինելու, որտեղ մենք 80 միլիոն թուրքի դեմ պետք է մենք դաշնակիցներ ունենանք, որ կարողանանք պայքարել։ Բաց է, բա 10 միլիոն Պակիստանը։ Իհարկե։ Բա այդքան վարձկանները, բա այդ Ադրբեջանը։ նավթամուղը, որ այդ նավթամուղերի փողերը գնում են այնտեղ վարձկաններ են դառնում ու գալիս են։ Այդ նարկաման վարձկանները, բա, որ է դրանց դեմ եք կռվել։ Մի խոսքով սիրելի հայրենակիցներ, եզրափակելով ահագին խոսեցին, կրկին կոչ ենք անում, կրկին կապի մեջ կլինենք, բոլորդ, մենք բոլորս, ակտիվիստ կլինի, ապա քաղաքական, մեր կոչը ուղում ենք, դուրս եկեք և պայքարեք։ Կարակ ծանոթանաք վաղը մեկի հետ պայքարեք, կարևոր չի հայ մարդ լինի, պետք է միասնական պայքարենք, սա է իմ կոչ։ Այո, պայքար, շարունակվում է պայքարը, չենք հիասթափվում, այդ մանիպուլյացիաներին, այդ կեղծ էջերին, fake էջերին հեռացնում ենք, ովքեր փորձում են պառակտեն ու միասնական երկրի դիմադրության ճակատ ենք ստեղծում ու սկսում ենք պայքարել, վերջ, դա մի բանն է մեզ մնում, համախմբվենք, պայքարենք, բարի գիշեր, հայաց, բարի գիշեր իմ ժողովուրդ։